Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք։ Միչիգանում տուն է պայթել, այն գրեթե ամբողջությամբ այրվել է, բեկորները հայտնաբերվել են, նույնիսկ մի քանի թաղամասային կողմ, կա զոհ եւ վիրավոր։ Կենտրոնական ու հարավ-արևելյան նահանգներում մոլեգնած տորնադոներն ու հորդառատ տեղումները խլել են առնվազն 6 մարդու կյանք, աղետը վտանգում է 90 միլիոն մարդու Տեխասից մինչև Մեն։ Մենում որդին կրակել ու սպանել է մորը, ապա կրակահերթ բացել անցորդների ուղղությամբ, ինչպես է ավարտվել այս ողբերգությունը։ Լոս Անջելեսի հրդեհների զոհերի թիվը հասել է 30-ի, 3 ամիս անց էլ փրկարարները հայտնաբերում են մոխրացած մարդկային մնացորդներ։ Նյու Ջերսիում սեռական բռնությունների նոր դատական գործեր, պետական մանկատներում նախկինում կատարված սեռական բռնությունների վերաբերյալ հայցերի թիվը հասել է 150-ի։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն վստահեցրել է դաշնակիցներին, որ Միացյալ Նահանգները լիովին հանձնառու են ՆԱՏՕ-ին, ինչ են հայտարարել Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Ազատագրման օր հայտարարելուց հետո գլոբալ շուկաները կտրուկ անկում են գրանցել, նախագահը սակայն վստահեցնում է, շուկաները կբարգավաճեն։ 4 հանրապետական սենատորներ միացել են դեմոկրատներին, Կանադայի դեմ մաքսատուրքերը կհանվեն, թե ոչ, Թրամփը խոստացել է, որ չի ստորագրելու բանաձևը։ Նախկին սրտաբույժ եւ հեռուստահաղորդավարը ստանձնել է կարևոր պաշտոն, ինչ է խոստանում Medicare-ի եւ Medicaid ծրագրերի նոր ղեկավարը։ Թրամփը աշխատանքից ազատել է ազգային անվտանգության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ենթադրաբար Լաուրա Լումերի առաջարկով։ Դատարանները պարտադրել են, բայց Սայլը դեռևս տեղում է, բազմաթիվ աշխատակիցներ չեն վերադարձել աշխատանքի, ապրում են անորոշության պայմաններում, սպասելով դատական գործերի վերջնական արդյունքներին։ Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը հրաժարվել է մասնակցել դեմոկրատական նախընտրական ընտրություններին, հայտնելով, որ կլինի անկախ։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդ թիվ։ Միչիգանի Դեթրոյթի արվարձաններից մեկում տուն է պայթել, առավոտյան ժամը 6-ից քիչ առաջ տեղի ունեցած պայթյունը լսվել է ամբողջ թաղամասում։ Փրկարարները փլատակներից դուրս են բերել 38-ամյա մի կնոջ, սակայն նա ավելի ուշ մահացել է ստացած ծանր վնասվածքներից։ Ուժեղ պայթյունի արդյունքում բնակիչներից մեկն էլ շպրտվել էր տան բակ, ստանալով լուրջ այրվածքներ եւ ներքին վնասվածքներ։ Դեպքը դիտարկվում է որպես գազի հետ կապված միջադեպ, սակայն պայթյունի իրական պատճառը դեռևս հետաքննվում է։ Տունը գրեթե ամբողջությամբ ավերվել է, բազմոցը դուրս էր շպրտվել փողոց, իսկ բեկորները հայտնաբերվել են նույնիսկ մի քանի թաղամասային կողմ ծառերի վրա կախված։ Կենտրոնական եւ հարավ-արևելյան նահանգներում աղետային իրավիճակ է։ Հզոր տորնադոներն ու քամիները ավիրել են տներ, ոչնչացրել ենթակառուցվածքներ եւ խլել առնվազն 6 մարդու կյանք, ըստ տեղական իշխանությունների։ Միացյալ Նահանգների միջնամասում առաջիկա օրերին սպասվում են պատմական քանակությամբ տեղումներ եւ կյանքի համար վտանգավոր հորդառատ հեղեղներ։ Առաջին ուժգին փոթորիկները հարվածել են չորեքշաբթի գիշերը 5-շաբթի առավոտյան, ընդգրկելով Օքլահոման, Արկանզասը, Թենեսին, Միսուրին, Ինդիանան եւ հարակից նահանգները։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացնում է, վտանգված է շուրջ 90 միլիոն մարդ Տեխասից մինչև Մինեսոտա եւ Մեն նահանգներ։ Նախանշված տարածքում ներառյալ Մեմֆիսի շրջան ավելի քան 1.3 միլիոն բնակչությամբ սպասում է ռեկորդային տեղումների։ Իշխանություններն արդեն տեղակայել են հատուկ ջոկատներ ջրհեղեղներին արձագանքելու համար, ինչպես նաեւ պատրաստ են տրամադրել սնունդ, ջուր եւ ժամանակավոր կացարաններ։ Տեղական իշխանությունները հորդորում են խստորեն հետևել նախազգուշացումներին, հնարավորության դեպքում մնալ անվտանգ վայրերում եւ չմոտենալ հեղեղված հատվածներին։ Մեն նահանգի Սաբատուս քաղաքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվել է 3 մարդ, ներառյալ մայր եւ որդի, եւս 2 անձ վիրավորվել։ Նախաքննական տվյալներով 29-ամյա Ջեյմս Դեյվիսի երրորդը, որը եղել է մոր Քրիստին Սմիթի մեքենայի մեջ, հանկարծակի կրակ է բացել մոր վրա, սպանելով նրան տեղում։ Ապա Դեյվիսը դուրս է եկել եւ սկսել կրակել անցնող մեքենաների ուղղությամբ։ Կրակահերթի հետևանքով սպանվել է մեկ այլ քաղաքացի, 53-ամյա Քեթրին Ուիլյամսը։ Վիրավորվել են Թայսոն Թերները, 19 տարեկան, եւ Դեյվիդ Ուիլսոնը, 35 տարեկան, երկուսն էլ տեղափոխվել են Մեն նահանգի կենտրոնական բժշկական կենտրոն։ Ի վերջո Դեյվիսը ինքնասպան է եղել։ Ոստիկանությունը դեռևս չի հրապարակել Դեյվիսի կողմից իրականացված կրակահերթի հնարավոր շարժառիթները։ Լոս Անջելեսի մերձակայքում հունվարի սկզբին բռնկված 2 ավերիչ հրդեհներից գրեթե 3 ամիս անց զոհերի պաշտոնական թիվը հասել է 30-ի։
Վերջին զոհի մասին հայտարարվել է 3 ուշ երեկոյան, երբ ոստիկանությունն ու դատաբժշկական ծառայությունները արձագանքել են Ալթադինայի տարածքում Ethan Fire-ի այրված գոտում հայտնաբերված մարդու հնարավոր մնացորդների վերաբերյալ ահազանգին։ Այսպիսով Ethan Fire-ի զոհերի թիվը հասել է 18-ի, իսկ Palisades Fire-ինը 12-ն։ Հրդեհները սկսվել էին հունվարի 7-ին։ Ըստ պաշտոնական տվյալների ավերվել էր մոտ 17,000 շինություն, այդ թվում բնակարաններ, դպրոցներ, բիզնես հաստատություններ եւ պաշտամունքի վայրեր։ Վերականգնման աշխատանքները գնահատվում են տարիներով։ Պաշտոնական մարմինները դեռևս հստակ չեն նշել հրդեհի առաջացման իրական պատճառները։ Նյու Ջերսիում տասնամյակներ առաջ փակված պետական մանկական բուժհաստատություններում սեռական բռնությունների եւ այլ չարաշահումների վերաբերյալ հայցերի թիվը հասել է 150-ի։ Այս շաբաթ ներկայացվել են եւս 2 դատական հայցեր, որը ներառում է 16 մարդու։ Տուժածների անունները չեն հրապարակվել։ Նրանք պահանջում են փոխհատուցում կապված նախկին Արթուր Բրիսբեյնի բուժման կենտրոնում եւ Սկիլմանի ուսումնական դպրոցում տեղի ունեցած ենթադրյալ բռնությունների հետ։ 2019-ին Նյու Ջերսին փոխեց սեռական բռնության ենթարկված երեխաների քաղաքացիական հայց ներկայացնելու ժամկետային օրենքը։ Նոր օրենքով տուժածները կարող են դատի տալ մինչև 55 տարեկանը կամ մինչև ենթադրյալ վնասի գիտակցումից 7 տարվա ընթացքում։ Նախկինում այդ ժամկետը սահմանվում էր մինչև 20 տարեկանը կամ վնասի գիտակցումից հետո 2 տարում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ ՆԱՏՕ-ում նորենշանակ դեսպան Մեթ Վիթեքերը Բրյուսելում մասնակցել են ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը, փորձելով վստահություն ներշնչել դաշնակիցներին ԱՄՆ-ի հանձնառության վերաբերյալ։ Սոցիալական եւ միջազգային մեդիայում տարածվող հիստերիան ու չափազանցությունները անտեղի են։ Նախագահ Թրամփը հստակ հայտարարել է. նա պաշտպանում է ՆԱՏՕ-ն եւ մենք մնում ենք դաշինքի անդամ, ասել է Ռուբիոն։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու շարունակականությունը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտնել է, որ միայն վերջին եռամսյակում ՆԱՏՕ-ի դաշնակիցները տրամադրել են ավելի քան 20 միլիարդ դոլարի օգնություն, ապահովելով Ուկրաինայի դիմադրողականությունը։ Ռուբիոն նշել է, որ Թրամփի նպատակը ոչ թե ՆԱՏՕ-ի դեմ լինելն է, այլ ՆԱՏՕ-ի հզորացումը կոնկրետ պաշտպանական կարողությունների զարգացման միջոցով։ Ռուտեն ելույթում նաև երախտագիտություն է հայտնել Միացյալ Նահանգներին, հատկապես վերջին ամիսներին Ուկրաինայի հարցում ցուցաբերած ակտիվության եւ ռազմական գործակցության համար։ ՆԱՏՕ-ն կանգնած է վերաիմաստավորման ու ներքին հզորացման անհրաժեշտության առջև Թրամփի առաջնորդությամբ, բայց եվրոպացի դաշնակիցները ցանկանում են կոնկրետություն, ոչ միայն խոսքեր, իսկ Ռուբիոն ասում է, եթե ՆԱՏՕ-ն իրականում կարևոր է բոլորիս համար, ապա ժամանակն է, որ բոլոր անդամները վճարեն իրենց բաժինը։ Դոնալդ Թրամփի փոխադարձ մաքսատուրքերի հայտարարությունից հետո գլոբալ շուկաներում գրանցված կտրուկ անկումից ընդամենը 1 օր անց նախագահը հանդես է եկել ավելի լավատեսական հայտարարությամբ, նշելով, որ ամերիկյան տնտեսությունը վիրահատությունից հետո ապաքինվում է։ Wall Street-ում եւ գլոբալ բորսաներում ծավալված խուճապը խորը ազդեցություն է թողել շուկաների վրա։ Ներդրողները վախենում են սպասվող ռեցեսիայից։ Թրամփը տասնյակ երկրների, ներառյալ Ամերիկայի խոշորագույն առևտրային գործընկերների նկատմամբ սահմանել է բարձր մաքսատուրքեր։ S&P 500 ցուցիչը նվազել է 3.4%-ով, իսկ Dow Jones-ի արդյունաբերական ինդեքսը 2.6%-ով։ Չնայած տնտեսական ցնցումների նախագահ Թրամփը վստահեցրել է, որ շուկաները աճելու են, տնտեսությունն էլ բարգավաճելու եւ որ մնացած աշխարհը հիմա փնտրում է եղանակ, թե ինչպես կարելի է համագործակցության գալ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ Թրամփի կողմից Եվրոպական միության 27 երկրների նկատմամբ սահմանված 20% մաքսատուրքը ցնցող հարված է ողջ տնտեսությանը, խոստանալով պատասխան միջոցառումներ։ Սենատն ընդունել է բանաձև ընդդեմ նախագահ Դոնալդ Թրամփի Կանադայից ներմուծումների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի։ 4 հանրապետական սենատորներ Ռենդ Փոլը, Միչ Մաքքոնելը, Սյուզան Քոլինզը եւ Լիզա Մուրկովսկին միացել են դեմոկրատներին քվեարկելով սենատոր Թիմ Քեյնի կողմից ներկայացված բանաձևի ուխտին, որը չեղարկում է արտակարգ դրության այն հայտարարությունը, որի հիման վրա Թրամփը մաքսատուրքեր էր սահմանել Կանադայի նկատմամբ, վկայակոչելով ֆենտանիլի մահաբեր հոսքը սահմանից։ Սենատում բանաձևն անցել է 51 կողմ 48 դեմ հարաբերակցությամբ։ Այն ամենայն հավանականությամբ չի անցնի հանրապետականների վերահսկողության ներքո գտնվող ներկայացուցիչների պալատում։ Բացի այդ, Թրամփը նշել է, որ չի ստորագրի բանաձևը, եթե անգամ այն անցնի ներկայացուցիչների պալատում։ Նախկին սրտաբույժ եւ հեռուստահաղորդավար Մեհմեդ Օզը պաշտոնապես հաստատվել է Մեդիքերի եւ Մեդիքեյդի ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնում։ Օզը հաստատվել է կուսակցական գծի քվեարկությամբ 53 կողմ եւ 45 դեմ հարաբերակցությամբ։ 64-ամյա Օզը կղեկավարի առողջապահական ապահովագրական ծրագրեր, որոնք ընդգրկում են երկրի գրեթե կեսը, ներառյալ առողջապահության մատչելիության մասին օրենքով նախատեսված ապահովագրությունները։ Նա ստանձնում է պաշտոնը մի ժամանակահատվածում, երբ կոնգրեսում քննարկվում են Մեդիքեյդի ֆինանսավորման
կրճատումները, ծրագիր, որն առողջապահական ծառայություն է տրամադրում միլիոնավոր աղքատ եւ հաշմանդամ ամերիկացիների։ Օզը դեռևս չի հստակեցրել, արդյոք դեմ է նման կրճատումներին։ Նախագահ Դոնալդ Թրամփն այսօր փոփոխություններ իրականացրել ազգային անվտանգության թիմում, աշխատանքից ազատելով անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների։ Այս որոշումը հետևել է ծայրահեղ աջ ակտիվիստ Լաուրա Լումերի այցին Սպիտակ տուն, որի ժամանակ վերջինս Թրամփին է ներկայացրել իր հետազոտությունները այն պաշտոնյաների վերաբերյալ, որոնք նրա կարծիքով բավարար հավատարմություն չեն ցուցաբերում օրակարգին։ Ըստ աղբյուրների աշխատանքից ազատվել են առնվազն 4 բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում 3-ը, որոնք կապ են ունեցել կամ ունեն պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Նրանց թվում են Դեյվիդ Ֆեյթը, որը վերահսկում էր տեխնոլոգիաներն ու ազգային անվտանգությունը եւ նախկինում աշխատել էր պետդեպարտամենտում, Բրայան Ուոլշը, Ռուբիոյի նախկին օգնականը, որը զբաղվում էր հետախուզական հարցերով, Թոմաս Բուդրին, որը պատասխանատու էր օրենսդրական կապերի համար նախկին կոնգրեսական Մայք Ուոլցի գրասենյակում, ինչպես նաեւ նախկինում աշխատել էր Ռուբիոյի սենատական գրասենյակում։ 3 շաբաթ է անցել այն պահից, երբ դատարանները պարտադրել են Թրամփի վարչակազմին վերականգնել հազարավոր փորձաշրջանի մեջ գտնվող դաշնային աշխատակիցների, որոնք աշխատանքից հեռացվել էին պետական կառույցներում զանգվածային կրճատումների ընթացքում։ Սակայն այդ աշխատակիցներից շատերը, ովքեր արդեն դուրս էին գրվել համակարգից, զրկվել էին մուտքից եւ գրասենյակներ, եւ էլեկտրոնային հասցեներ, եւ դեռևս չեն վերադարձել աշխատանքի։ Բազմաթիվ աշխատակիցներ ասում են, որ ամեն օր ապրում են անորոշության պայմաններում, կապված իրենց սոցիալական պաշտպանվածության եւ աշխատավարձի հետ։ Ոմանք արդեն գտել են նոր աշխատանք, իսկ մյուսները շարունակում են սպասել։ Փետրվարին Թրամփի բյուջետային խիստ սահմանափակումների շրջանակում մոտ 24000 փորձաշրջանի աշխատակից հեռացվել է 18 պետական գործակալություններից։ Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսն այսօր հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել քաղաքի դեմոկրատական նախնական ընտրություններին եւ փոխարենը կփորձի վերընտրվել որպես անկախ թեկնածու։ Այս որոշմամբ Ադամսը շրջանցում է նախնական ընտրությունները եւ անմիջապես անցնում է նոյեմբերյան ընդհանուր ընտրություններին, ինչը նրան հնարավորություն կտա ժամանակ շահելու եւ վերականգնել իր հեղինակությունը առանց քրեական գործի ճնշման։ Քաղաքապետ Ադամսը նախկին ոստիկան եւ կենտրոնամետ դեմոկրատ հաճախ հակադրվում էր քաղաքի առաջադեմ թևին։ Նա 1990-ականներին եղել է հանրապետական, սակայն քաղաքական կարիերան շարունակել է դեմոկրատական կուսակցությունում որպես նահանգային սենատոր եւ Բրուքլինի շրջանի նախագահ։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։